Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր ռազմական եւ անվտանգության հարցերով փորձագետ Հրաչ Արզումանյանն է։ Բարև ձեզ, պարոն Արզումանյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Արզումանյան, Հայաստանում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը բոլորիս վստահեցնում է, որ խաղաղությունն արդեն հաստատվել է, մարդկանց կոչ է անում տեր կանգնել հաստատված խաղաղությանը, իսկ այս իրողությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ արդեն 2 տարի է մենք սահմաններին կրակոցներ չունենք եւ ամենակարևորը զինվորները չեն զոհվում թշնամու կրակոցներից։ Եթե քարոզչական բաղադրիչը մի կողմ դնենք, որքանով եք համամիտ, որ Հայաստանում խաղաղություն է հաստատվել եւ արդյոք այս խաղաղությունը անշրջելի է, քանի որ հիշում ենք Փաշինյանի կառավարման սկզբնական 2 տարում էլ սահմաններին խաղաղ էր հարաբերականորեն, բայց դա ավարտվեց 44-օրյա պատերազմով։ Մենք խաղաղության մեջ չենք, մենք ունենք ընդհանրապես հրադադար, որտեղ խաղաղության հաստատումը նշանակում է երկու կողմերը ստորագրել են փաստաթուղթ խաղաղության պայմանագիր, որը հաստատում է, որ սկսել է խաղաղություն, ռազմական գործողություն պատերազմ վերջացել է։ Հայաստանը Ադրբեջանի հետ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել։ Հայաստանի վարչապետը ուղղակի թյուրամասնությունը մեջ է մտցնում իր հասարակությունը ընտրական եւ մնացած խաղաղություն իշխանությունը պահելու համար, այստեղ խոսելու բան չկա։ Այո, մենք չունենք ռազմական գործողություններ ավանդական ռազմական տիրույթում, բայց այսօր արդեն ցավոք սրտի դարձել է մոդայիկ եւ պոպուլյար խոսք հիբրիդային պատերազմը, որի մեջ ներգրավում է ոչ թե միայն ավանդական ռազմական տիրույթը, բայց նաեւ այսինքն օրինակ տեղեկվակական, հոգեբանական, կոգնիտիվ տիրույթի ռազմական գործողությունները, տնտեսական, քաղաքական, դիվանական եւ այլ։ Այդ բոլոր ոլորտներում, բոլոր տիրույթներում պատերազմը շարունակվում է։ Եվ ընդ որում Ադրբեջանի կողմից, քանի որ այս հիբրիդային պատերազմ ասվածը սովոր ենք ընկալել, թե սա Ռուսաստանի կողմից միայն պիտի լինի, բայց Ադրբեջանից մղվողը չենք նկատում։ Ավելի դժվար է վիճակը, որտեղ հիբրիդային պատերազմը Հայաստանի դեմ շարունակում են վարել փաստորեն այն ուժային կենտրոնները, որը 2020 թվականին մասնակցել են ագրեսիայում Հայաստանի հայ ազգի հայկական պետականության դեմ։ То есть այսօր Հայաստանի Հանրապետության եւ հայ ազգի նկատմամբ ռազմական գործողությունները հիբրիդային մեթոդներով շարունակում է Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանի հետ, Իսրայելը, Պակիստանը փառքաստու զբաղված է հարցերով այդքան չի մասնակցում, բայց այդ հիմնական ուժային կենտրոնները, որը մասնակցել են ագրեսիայի Հայաստանի նկատմամբ եւ մենք կորցրել ենք Արցախը, շարունակում են իրենց պատերազմական գործողությունները։ Եվ խաբել քո հասարակությանը, որ ամեն ինչ վերջացել է, մենք ապրում ենք խաղաղության մեջ, որ կրակոցներ չկա, դա ներեցեք խաբեբայություն է ստացվում։ Դուք Իսրայելի անունը նաև հիշատակեցիք Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղող երկրների շարքում, կխնդրեմ մանրամասնեք Իսրայելի գործողությունները ինչ մակարդակում եք նկատում, քանի որ այս օրերին նաև շրջանակներ կան, ովքեր պնդում են, որ Հայաստանը պետք է Իսրայելի հետ իր համագործակցությունը խորացնի, անգամ դաշնակցության մասին են խոսում, բայց ձեր հիշատակած իրողությունը ինչպես է ազդում Հայաստանի վրա այս պահին։ Ցավոք սրտի այդպես կձևավորեմ Հայաստանի եւ ինձ համար, հայ ազգի համար, Իսրայելը մեր պատերազմներում ընտրել է թշնամու կողմը։ Իսրայելը եղել է եւ մնում է Ադրբեջանի մտերիմ դաշնակիցը եւ օգտագործում է Ադրբեջանի տարածքը որպես պլազդարմ իր գործողությունները կատարելու համար Իրանի դեմ, Հյուսիսային Կովկասում, Հայաստանի դեմ։ То есть դա Հայաստանի ընտրությունը չի, դա Իսրայելի ընտրությունն է։ Իսրայելը ունի հնարավորություն փնտրել եւ փնտրելով ընտրել է Ադրբեջանի կողմը որպես դաշնակից։ Եվ դա բարբերաբար եւ տրամաբանական դարձել է մեր թշնամին։ Իսրայելը մասնակցել է 2020-23 թվական ռազմական երկրորդ Արցախի արշավում, Ադրբեջանի կողմին լայնածավալ եւ զենքով եւ անմիջապես իր օպերատորները աշխատել են մեր դեմ, դրա մասին դժվար է ասել, բայց այդպես է։ Նորից փորձեմ չերկարացնեմ, Իսրայելը ընտրել է Հայաստանին որպես թշնամի։ Եվ այստեղ այդ մեր ընտրությունը չի։ Եվ մենք պետք է հասկանանք այդ իրականություն եւ ընդունենք դա։ Երբ Իսրայելը փոխի իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, այդ ժամանակ մենք կարող ենք սկսել մտածել, արդյոք դա Հայաստանին պետք է ունենալ ուրիշ հարաբերություններ Իսրայելի
հետ բացի ռազմական։ Բայց այսօր Իսրայելը ընտրել է ռազմական հարաբերությունները Հայաստանի նկատմամբ եւ թշնամական ավելի ճիշտ թշնամական եւ ռազմական, որտեղ հիբրիդային պատերազմի մասին է խոսում։ Այո։ Եվ դա Իսրայելը մասնակցում է, Իսրայելը օգնում է Ադրբեջանին նման պատերազմ վարել Հայաստանի դեմ։ Դրա համար այդպես է իրականությունը պետք չէ խաբվել։ Մենք 2020 թվականին խաբվել ենք, մտնել ենք իրականությունից կտրվել եք, ընդունել եք, որ կարող եք ունենալ միայն Ռուսաստանը ուժային կենտրոն որպես Հայաստանի անվտանգության երաշխիք, թույլ եք տվել այդ ռազմավարական սխալը եւ ստացել եք Արցախի կորուստը եւ այն աղետալի հետևանքները, որը մենք այսօր ունենք։ Ռազմավարական սխալները եւ դուրս ես գալիս իրականությունից, չես ուզում հասկանալ, ես չես ուզում ընդունել իրականությունը, շատ վատ է վերջանում այդ ազգի եւ այդ պետության համար։ Դրա համար լավ կլինի Իսրայելի հետ ունենալ ուրիշ հարաբերություններ, բայց այսօր Իսրայելը ունի Հայաստանի հետ միայն ռազմական գործողությունների հարաբերություն։ Եվ դա մենք պիտի ընդունենք։ Եվ համապատասխան վերաբերվենք Իսրայելի հետ խոսույթները, դիվանագիտական հարաբերությունները, մնացած բլա ներեցեք, կարելի է հաշվի առնել, բայց չպետք է խաբվել։ Իսրայելը իր դիրքորոշումը չի փոխվել, ես չեմ մտածում, որ կփոխի, որտեղ այդ Իսրայելի ռազմավարությունը եւ ընտրությունը բավականին տրամաբանական է ելնելու այն ռազմավարությունից, որը այսօր իրականացնում է Իսրայելը, ոչ թե միայն այսօր, վերջի 30 տարին իրականացնում է Իսրայելը եւ շարունակում է։ Այսօր տեսնում եք Իրանի դեմ ոնց է պատերազմում։ Իսրայելը չի փոխվել եւ մինչեւ Իսրայելը չի փոխվել, մենք պիտի դա ընդունենք եւ սպասենք երբ կփոխվի կամ Իսրայելը կամ Մերձավոր Արևելքում, որի մասն է հիմա Հայաստանը, մենք կունենանք ուրիշ լուծումներ։ Ես հիբրիդային հարձակումներին ամենակարևորը ինչպես պետք է արձագանքենք եւ չեզոքացնենք դրանց ազդեցությունը մեզ վրա։ Դա բարդ խնդիր է, որովհետեւ պիտի ունենաս մասնագետներ, նման մասնագետներ Հայաստանում բավականին քիչ են, նորից կրկնեմ, խոսքը դարձել է մոդայիկ, բոլորը օգտագործում են, բայց ինչ է դրա մեջ ներառվում, ոնց է ձևավորվում նման պատերազմներ, այսօր Հայաստանում ցավոք սրտի ինձ համար շատ քիչ են հասկանում։ Եթե վերցնենք ասեք հիբրիդային պատերազմից ես ավելի ծանոթ տեղեկատվական պատերազմների, կոգնիտիվ պատերազմների ոլորտը, այսինքն այսօր Հայաստանը ունի հայեցակարգ, ունի ռազմավարություն, ոնց են վարվում նման պատերազմները, ուղղակի չունենք։ Մեր ռազմական ուժերը, մեր տեղեկատվական օֆիսը, վարչապետի անվտանգության խորհուրդը, առնվազն ուժային կառույցները մեր չունեն նման մոտեցում, ոնց ես դու մասնակցում տեղեկատվական պատերազմում։ Մաս-մեդիաները ոնց են աշխատում, ժուրնալիստները ոնց են աշխատում եւ այլ։ Այստեղ կան մեծ հարցեր, մեծ բացթողումներ, որը մենք պարտավոր ենք լրացնել, բայց դա պարտադրում է կտրուկ փոփոխություններ։ Դու պիտի փոխես քո քաղաքականությունը եւ քո մոտեցումը պատերազմի եւ խաղաղության։ Նիկոլ Փաշինյանի թիմը, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, կուսակցությունը լրիվ ուրիշ ուղղությամբ է գնում։ Պարոն Արզումանյան, մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից շուրջ 200 քառակուսի կիլոմետր Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել։ Պատերազմից 5.5 տարի անցել, մենք այդ երկրում դեռ գերիներ ու պատանդներ ունենք, որքան էլ հիմա խոսվում է խաղաղության մասին։ Որպես ռազմական փորձագետ, տեսնում եք այն ճանապարհը, որով Հայաստանը կկարողանա վերադարձնել իր օկուպացված տարածքները։ Մենք գիտենք, իշխանությունը սրա համար որպես լուծում առաջարկում է սահմանազատման գործընթացը, որն էլ կարծես թե փակուղի է մտել, իսկ Ադրբեջանն էլ հայտարարում է, որ ոչ մի դեպքում դուրս չի բերելու իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքներից։ Լուծումը ինչպես եք տեսնում այս հարցի։ Դերաշինը փոքր հարց, սահմանազատումը եւ ունացած հայտարարությունները դա ուղղակի եղել են տեղեկատվական պատերազմի մեթոդներ մեզ համար, Նիկոլ Փաշինյանի համար, խոսույթ էր, որ ինքը օգտագործել է իշխանությունը պահելու համար եւ հետո փակվել է թեման։ Ադրբեջանի համար ես դրա մասին շատ եմ խոսել, դա եղել է ռազմական պատերազմի շարունակությունը դիվանագիտական ոլորտում։ Ադրբեջանը հասել էր նպատակներին, վերցրել է վերահսկողության տակ ռազմավարական նշանակություն ունեցող դիրքեր առանց որևէ կրակոցի։ Այո։ Իսկ դա պատերազմ է։ Բայց այդ պատերազմը վարվել է քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներով հիբրիդային պատերազմի ներքո, որը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է որպես բեծ նվաճում քաղաքականության մեջ։ Առաջինը, դրա մասին, երկրորդը
հարցը ներեցեք գլխից դուրս սահմանազատ Հայաստանի օկուպացված տարածքները արդեն վերադարձնելու իհարկե երկրորդ մոմենտը, որ մենք պետք է հասկանանք, այսօրվա արդիական միջազգային անվտանգության միջավայրում որոշ մեկի համար սահմանները արդեն նշանակություն չունեն։ Սահմանները ոչ մեկը չի ճանաչում, սահմանները անցնվում են։ Իսրայելը տեսնեք ոնց է անցել, Լիբանում ինչ է անում հիմա, ինչ արել Սիրիայում հոլանական բարձունքներ են վերցրել եւ արդեն հայտարարել է Իրան ինքնիշխան տարածք, որը հետ չի տալու եւ այլ աշխարհում այսօր ընդունված սահմանները այն աշխարհակարգում, որը մենք ունեցել ենք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այսօր գոյություն արդեն չունեն, որովհետեւ այդ աշխարհակարգը վերջանում է, փոխակերպվում է։ Դրա այդ արգումենտները, որ խաղաղություն կնքեն, կան սահմանները, որ ճանաչված են միջազգային հասարակության կողմից, այսօր դրանք չեն աշխատում։ Անվտանգության ոլորտում, անվտանգության տրամաբանության մեջ, անվտանգության գործողությունների մեջ, ռազմական գործողությունների մեջ այդ գործոնը չկա։ Դու դա կարող ես օգտագործես խափելու քո հասարակությունը, մտցնելու թյուրամտացության մեջ, որ ունենալով թղթի վրա ձևավորված սահման քեզ դա ինչ որ երաշխիքներ է տալիս, այսօր աշխարհում դա չկա։ Այսօր աշխարհում մենք տեսնում ենք աշխատում է միայն ու միայն ռազմական հզորությունը, տնտեսական հզորությունը։ Ուժի իրավունքը, այսպես ասած։ Ուժի իրավունքը նժդեի ժամանակ ձևավորված, այն ժամանակ նույն ձևի աշխարհակարգը փոխվում էր։ Եվ Նիժդեը հայտարարեց ուժն է ծնում իրավունքը, երբ սկսում են այն անցումային տարածաշրջան սկսում անցումային նոր աշխարհակարգի, այն ժամանակ նորից ուժն է վերադառնում, որովհետև օրենքը մնացածը հետ է գնում։ Դրա համար իհարկե դու պարտավոր ես դնել խնդիր, հետ բերես կորցրած քո տարածքները եւ այստեղ պետք է հասկանաս, որ այսօր Հայաստանը չունի, կարելի է ասել, սահմաններ, միայն սահմանները Վրաստանի հետ երևի կարա։ Մնացածը այն դա էլ մասամբ ասեցի չեմ ուզում խորացածնեմ, դուք հասկանում եք։ Մնացած ուղղությունները մենք չունենք սահմաններ, մենք ունենք շփման գծեր, որը ձևավորվել են ագրեսիայի հետևանքով։ Թուրքիայի հետ սահմանները ձևավորվել են առաջի հանրապետության դեմ ագրեսիայի ժամանակ բոլշևիկ կեմալիստական եւ առաջի հանրապետությունը ոչնչացվեց եւ Իրան տարածքները կիսվեցին Թուրքիայի եւ Ռուսաստանի սովետական միության միջոցով եւ մենք կորցրեցինք ինչ որ Հայաստանի տարածքներ Թուրքիայի համար, երկրորդը սովետական միության Ռուսաստանի համար։ Եվ Ադրբեջանի հետ մեր ունենք շփման գիծ, որը ձևավորվել է առաջի անգամ 94 թվականին, հետո երկրորդ Արցախի արշավից հետո այն ինչ այսօր ունենք։ Եվ այդպես է լինելու, մինչև դու չհզորանաս այնքան, որ կարողանաս դնես եւ լուծես խնդիր, ոնց ես դու վերականգնում քո սահմանները, ոնց ես դուրս գալիս քո միջազգային ճանաչված սահմաններին։ Բայց այդ հարցը դնելու համար դա չպիտի լինի պաթետիկ կամ դեկլարատիվ, դա պարտադրում է անցկացնել ահռելի մեծ աշխատանք։ Դու պիտի այնքան հզորանաս, որ կարողանաս նման խնդիր դնես, հզորանաս առաջին իհարկե ռազմական ոլորտում, անվտանգության ոլորտում, բայց բացի դրանից նման անվտանգության համակարգ կառուցելու համար, պաշտպանության անվտանգության համակարգ կառուցելու համար, դու պիտի ունենաս համապատասխան տնտեսություն, տնտեսական հզորություն պիտի ունենաս, տնտեսական հզորություն ունենալու համար դու պիտի ունենաս հասարակություն, որը պատրաստ է նման տնտեսությունում աշխատել եւ նման բանակ բայել։ Դա պարտադում է փոխակերպում նաեւ հասարակությունը եւ մենք ընդհանրապես մնում ենք հետ սովետական Հայաստանում, այն Հայաստանում, որը ձևավորվել է սովետական միությունը քանդելուց հետո։ Եվ մենք կայսրությունից դուրս գալով բոլորն են այդպես ինում, ժառանգել ենք ոչ թե միայն տարածք, բայց ժառանգել ենք նաև մտածելակերպ, պետական հաստատությունների կառուցում, մշակույթ, խնդիրներ, եւ այդ ամենը խնդիր է առաջանում, որտեղ Հայաստանը իր ներսում որպես եվրոպական պետություն ինքը այդքան էլ չի ձգտում դեպի ավտորիտար լուծումներ, կայսրական լուծումներ։ Մենք ավելի շուրջ ժողովրդավարական պետություն ենք ազգ, մեր տեղը եվրոպական ժողովուրդների ընտանիքի մեջ է, որտեղ մենք պետության նկատմամբ իշխանությունը հետ ուզում ենք ունենալ ուրիշ հարաբերություններ, ոչ թե ավտորիտար։ Եվ դա պարտադրում է մեծ փոխակերպումներ։ Եվ եթե մենք ուզում ենք ունենալ հզոր Հայաստան, դու կանգնում ես շատ խոր
եւ խորքային խնդրի առջեւ։ Դու կարող ես այդ ամեն ինչ անես, եթե պատրաստ ես փոխակերպես որպես քաղաքացի, դառնաս քաղաքացի, որը պատրաստ է ապրել ժողովրդավարական հասարակությունում, դու պետք է փոխվես որպես հասարակություն, փոխակերպվես այն ժառանգությունը տայֆային, ասիական, որը մենք ունենք այդ սովորույթները, որը մենք ժառանգել ենք ասիական կայսրությունների ներքո, վերջի 3-4 դարը Օսմանյան եւ ռուսական կայսրություն, մենք պետք է պատրաստենք այդ թողնենք պատմության մեջ եւ սկսենք փոխակերպենք եւ փոխակերպելով պարտադրենք, որ մեր պետությունը սկսի փոխակերպվել։ Հիմա մենք պատրաստ ենք սրան ասած։ Եվ դրանից, որ մենք կարողանանք արդեն այդքան անելով դնենք խնդիր փոխակերպենք իշխանությունը, որ իշխանությունը, պետությունը եւ հասարակությունը պետք է ունենան հորիզոնտալ կապեր, բոլորը հավասար են հարաբերությունների մեջ եւ միասին պայմանագիր են կնքում, ոնց են մենք կառուցում Հայաստանը։ Ոչ թե պետությունը իշխանությունը վերևից թելադրում է, ինչ այսօր Նիկոլ Փաշինյանը հաճույքով անում է, ինչ դատարան կարող է ընդունի որոշում դատավոր, եթե դատավոր, որ իմ հրամանը չկատարի։ Իմ հրամանը չկատարի։ Նման հարաբերություններ անընդունելի են։ Նման հարաբերություններ դու չես կարող հզոր Հայաստան կառուցես։ Ուստի ինձ համար ցավալի է, որ մենք չեք ուզում հասկանալ, որ մենք կանգնած ենք հիմնախնդիրների ուրիշ դրվածքի, այն դրվածքը, որը մինչև այսօր մենք ունենք այս ընտրությունների մեջ, նրանք բոլորը մնում են հետ սովետական տրամաբանության մեջ։ Բոլորը խոսում են ոնց են ուզում վերցնել իշխանությունը, բայց ինչ է անելով վերցնելով իշխանությունը, դրա մասին փաստորեն ոչ մեկը չի խոսում։ Մեծ հաշվով։ Դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ այսօր աշխարհում միջազգային իրավունքը ըստ էության չի գործում եւ ուժի իրավունքն է փաստացի, մենք դրա ականատեսն ենք մեծ հաշվով, բայց այս իրավիճակում, երբ որ բանակի հզորացման եւ ամրապնդման անհրաժեշտությունն է կնկծում, մեր իշխանությունը ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ բանակը անվտանգություն ապահովող գործիքների մեջ, եթե տեղ չի ասում տեղ չունի, բայց ասում է առնվազն առաջնային գործիքների շարքում չի, մեծ հաշվով ասում են բանակը դա անվտանգություն չի։ Որքանով է այսօրվա իրավիճակում այս արձագանքը adekvat ըստ ձեզ։ Ոչ adekvat է բոլոր առումներում, բոլոր ժամանակներում։ Սկսած վերջի 3000-4000 տարին դա չի համապատասխանում իրականության։ Դրա համար մեկնաբանել իմաստ չեմ տեսնում։ Պարոն Արզումանյան, նաև ուզում եմ անդրադառնանք Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության պայմանագրին, որը տեսնում ենք ադրբեջանական կողմը հետևողականորեն չի ստորագրում եւ հիմնականում առաջ է քաշում Հայաստանի սահմանադրությունը փոփոխելու պահանջը։ Ինչ եք կարծում, պետք է արդյոք Հայաստանն Ադրբեջանի պահանջով իր սահմանադրությունը փոխի եւ եթե անգամ դա տեղի ունենա, քանի որ տեսնում ենք իշխանությունը շարժվում է այդ ճանապարհով, որքան էլ հայտարարեն, որ սա ներքին օրակարգ է։ Այնուամենայնիվ, սրանով Ադրբեջանի պահանջները կատարվեն։ Մենք կարող ենք իրական խաղաղության մասին գոնե ակնկալիք ունենալ այդ դեպքում։ Ոչ, իհարկե, կարճ եթե պատասխանենք, եւ հիմնական սխալը, որը պետք չէ նորից թույլ տալ, որ ուղղությամբ տանում է մեզ այսօրվա արդիական իշխանությունները, 2020 թվականի մեր ռազմական ուժերի եւ մեր պետության եւ մեր ազգի հիմնական խնդրեմը այն է եղել, որ մենք պատրաստվում ենք լոկալ փոքր պատերազմի Ադրբեջանի դեմ։ 3 միլիոնանոց Հայաստանը բարած որևէ մեծ խնդրեմի կարող է չեզոքացնել հարձակումը 10 միլիոնանոց Ադրբեջանի ռազմական ուժերի։ Եվ առաջի 3 շաբաթը կարող եք դուք հիշում եք, նորովապես մենք բավականին հաջող դա անում էինք։ Մինչև Ռուսաստանը պատերազմի մեջ ուղղակի չմտավ Ռուսաստանը եւ Թուրքիան։ Թուրքիային հիշում եք գենշտաբի փոփոխությունները, հետո F-16-ներն են բարձրանում եւ հետո Հայաստանը մտել է պատերազմի Թուրքիայի եւ Ռուսաստանի դեմ։ Իսկ Ռուսաստանի մտնելը պատերազմի մեջ որ պահից տեսանելի եղավ։ Այն տեսանելի եւ Պուտինը թույլվեց Էրդողանին սկսել ռազմական գործողությունները։ Որտե միջև այդ մտնելը հետ սովետական տարածք Թուրքիայի կողմից առած Ռուսաստանի թույլտվության դա անհնար էր։ Պուտինը Էրդողանին թույլ տվեց, որ ՆԱՏՕ-ի զորքերը Թուրքիան գտնվեն Կասպից ծովի եւ Հյուսիսային Կովկասի սահմաններում։ Դա Ռուսաստանի որոշումն էր, դավաճանելով Հայաստանը։ Եվ հետո, երբ պատերազմը վերջացել է, որ Աղդամում 3 հատ դրոշ էր բարձրացած եւ Շայգուն հայտարարում է, որ մենք փայլուն օպերացիա եք անցկացրել, պետք չէ խաղալ խոսքերով, պետք չէ մոռանալ իրավունք չունենք։ Ես դուք ջահել եք, ներեցեք նոր սերունդ եք, ես կգնամ, բայց դուք պիտի հիշեք, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ ոնց եղել է առաջի հանրապետության օրոք, նորից կիսել են Հայաստանը։ Նորից կիսել են Հայաստանը, մի կտոր մտել է Թուրքիայի մեջ,
որտեղ այս խաղի մեջ նորից վերջ դառնալով այս պատերազմը լոկալ չի եղել։ Այս պատերազմը եղել է առնվազն տարածաշրջանային։ Հայաստանը մտել է պատերազմի մեջ որպես լոկալ պատկերացնելով, բայց մտել է տարածաշրջանային եւ կարելի ավելի բարձրացնել հիմա գործընթացները Ուկրաինայում, այնինչ ասում Իրանի դեմ, փաստորեն դա առաջի պատերազմն էր նոր համաշխարհային պատերազմի էտապներից մեկը։ Մենք մտել ենք տարածաշրջանային առնվազն պատերազմի մեջ։ Իսկ մենք հնարավորություն ունենք չպարտվելու առնվազն, եթե չասեմ հաղթելու, բայց գոնե այս ձևով չպարտվելու։ Եթե մենք 30 տարի պատրաստվեինք տարածաշրջանային պատերազմի Թուրքիայի դեմ, ոչ թե Ադրբեջանի դեմ, եթե մենք հասկանայինք, որ Ռուսաստանը մեզ դավաճանալու է, ունենալով պատմության փորձ, մենք կարող ենք ուրիշ Հայաստան պատասխանել, բայց այդ այսօր իմաստ չունի, կոնտրֆակտուալ պատմությունը ենթադրել ոնց կարող է լինել, այսօր իմաստ չկա, բայց այսօր պետք է հասկանալ, Հայաստանի դեմ պատերազմները եղել են եւ կմնան առնվազն տարածաշրջանային։ Դա եղել է 20 տարի սկզբում առաջին հանրապետության դեմ, այնտեղ Ռուսաստանը, Թուրքիան ուժային կենտրոններ, եւ այդպես մնում է այսօր։ Եվ դրաման այդ պարագայում այդ շրջանակի մեջ հարց դնել Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին իմաստ չկա։ Այս խաղերի մեջ Ադրբեջանը ընդամենը պրոքսի է, պլազդարմա Ռուսաստանի, Իսրայելի, Թուրքիայի խաղերի մեջ։ Հետևաբար որոշում կայացնողն էլ ինքը չի։ Ստորագրի թե ոչ։ Իհարկե, այդ ստորագրությունը որևէ կապ չունի։ Դրա համար ինքը չի ստորագրելու, դրա համար Թուրքիան բլոկադան չի հանելու։ Ես մի հույս ունեի այդ Տրամպի ճանապարհի հետ, որ Տրամպը եւ Միացյալ Նահանգները կարող են ստիպեն Թուրքիային, որ բացի սահմանները, բայց այսօր իմ հույսս այդ կտրել է։ Դրա համար պետք չէ խաբվել։ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ որոշում չի ընդունում։ Որոշումները ընդունում են ուժային կենտրոնները։ Թուրքիան, Ռուսաստանը, Իսրայելն է մասնակցում, Իրանն էր հզորանում, Իրանը մասնակցեց եւ հիշում եք այն, որ Սյունիքի սահմանները չենք Հայաստանի սահմանները Սյունիքի ուղղությամբ չպիտի փոխվի, Իրանն էր դրա մասին խոսում, որ դա կարմիր գիծ է։ Դու պիտի որպես պետություն աշխատես ունենալ ուժային կենտրոնների հետ այնպիսի հարաբերություններ, որը թույլ կտան այդ խաղի մեջ մտցնել այն ուժային կենտրոնները, որը կարող են քեզ աջակցել այդ խաղում։ Գոնե նոր կորուստներ չունենաս խաղի հետ գնով։ Դա նշանակում է, ասենք, Եվրոպայի հետ, Ֆրանսիայի երկրների հետ պիտի հարաբերություններ ունենաս, պիտի փորձես Միացյալ Նահանգների հետ ուրիշ հարաբերություններ ունենաս։ Հնդկաստանն է խիստ կարևոր, որտեղ 1 միլիարդանոց ժողովրդավարական պետություն է եւ բարձրանող աշխարհակահաղական ուժային կենտրոն եւ մոտիկա եւ մենք ունենք մշակութային պատմություն լավ, որը կարող է մեզ դաժանդակել եւ Հնդկաստանը հետաքրքրված է դրանով։ Ուստի քո քաղաքականությունը, քո ռազմավարական եւ ռազմական կառուցումը, քո պաշտպանական եւ անվտանգության համակարգի կառուցումը պիտի դուրս չմնա իրականությունից։ Դու այդ ճոխությունը պատրաստվել փոքր պատերազմի չունես։ Առնվազն տարածաշրջանային պետք է լինի։ Առնվազն տարածաշրջանային է եւ դու քո հասարակությունը, քո պետությունը, քո իշխանությունը պիտի պատրաստես նման պատերազմի։ Դրա ռեսուրսը ունենք։ Դրա ռեսուրսը միայն Հայաստան Հանրապետությունը կարող է կազմակերպել, բայց դու ունես մեծ ահռելի ռեսուրս, որտեղ քո ազգի 80%-ը Հայաստանից դուրս է եւ նրանք արդեն ներկայացված են ուժային կենտրոններում։ Դու կարող ես այդ փափուկ ուժը օգտագործել եւ ստանալ դիվանագիտական, քաղաքական ոլորտում այնքան մեծ լծակներ, որը քեզ թույլ կտան այդ քո ասիմետրիան, քանակի ասիմետրիան տնտեսության ես մեկը փոխվերացնես։ Այդ հնարավորությունը ունես, որովհետև հզորությունը, անվտանգության տառը եւ հզորությունը դա ամբողջական բաղադրիչ է։ Իրար մեջ ներգրավում է ռազմական ոլորտը, անվտանգության ոլորտը, բայց նաև տնտեսական ոլորտը, դիվանագիտական ոլորտը, քաղաքական ոլորտը, տնտեսական ոլորտը։ Դու կարող ես փոքր երկիրների սահմաններով տարածքով, այնքան է փոքր չէ 29 բավականին լավ է։ Բայց քո տնտեսական հզորությունը, քո հնարավորությունները դիվանագիտական ոլորտում, մնացած ոլորտներում կարող են քեզ տալ հնարավորություն կառուցել այնպիսի անվտանգության համակարգ, որը հարձակվողի համար, ագրեսորի համար կդարձնի հարձակումը ինքան թանկ, որ ինքը կփորձի գտնել ուրիշ լուծում։ Վերջի 5 տարին ես շատ էի խոսում դրա մասին, որ մշակել եք համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի մոտեցումը, որ այդ բոլոր մոտեցումները փորձում է
կարողացել եք Հայաստանում ձևավորել եւ պետություն անվտանգության խորհուրդ հանրազն ընդունելով նմանի պետությունների փորձը, ասենք Ֆինլանդիան, Շվեդիան, Նորվեգիան, Սինգապուրը, Թայվանը, նրանք այդպես են կառուցված, իրենք կառուցել անվտանգության համակարգ, որը ի սկզբանե կառուցված է այնպես, ոնց կարող են ոչ մեծ պետությունները վերականգնել հավասարակշռությունը ուժային կենտրոնի դեմ։ Թայվանը Չինաստանի դեմ, Սինգապուրը ընդհանրապես բոլորը։ Խտերի մակարդակում ունենք, բայց դեռ գործնականում կյանքի չի կոչվում։ Որպես գաղափար դա հասել է, որպես գաղափար պետությունը արդեն ընդունել է։ Բայց նման կառույցը սկսելու համար դու պիտի փոխես առաջինը քո մտածելակերպը եւ իշխանությունների մտադրությունը։ Դու պիտի պատրաստվես հասնել խաղաղության, հզորության միջոցով։ Հասնում ես խաղաղության հզորանալով, ոչ թե մուրալով խաղաղություն եւ մնալով խոցելի այդ խոսքի ուժային կենտրոնների խոսքից, բայց այնքան հզորանում ես, որ հզորության հետևանքով դու կարողանում ես ունենալ անվտանգություն եւ խաղաղություն։ Ուզում ես խաղաղություն, պատրաստվի պատերազմի, ասվել է 3000 տարի առաջ արդեն։ Եվ հենց այս իրողությունների պայմաններում ուզում եմ անդրադառնանք Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու որոշմանը, վերջերս 2-ից այն դարձավ 1.5 տարի, որը կրկին հիմնավորվում է իբրև թե հաստատված խաղաղությամբ, բայց այնուամենայնիվ իշխանությունն է ընդունում, որ մենք մարդուժի խնդիր ունենք եւ սրա վկայությունը պարբերաբար իրականացվող վարժական հավաքներն են, որի մասնակիցները ճնշող մեծամասնությամբ ընդգրկվում են մարտական հերթապահության մեջ։ Այս իրողությունների ֆոնին որքանով է տեղին ծառայության ժամկետի կրճատումը եւ դա երկարաժամկետ հեռանկարում ինչ հետևանքներ է ունենալու մեզ համար։ Սխալներից մեկն է Նիկոլ Փաշինյանի իշխանությունների քաղաքականության, որը շատ դժվար է մեկնաբանել, որովհետեւ այսօր աշխարհում բոլորը մտածում են ոնց ժամկետային ծառայությունը հետ բերել։ Այսօր Գերմանիան այդ խնդիրը փորձում լուծել, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, բոլոր երկրները ուկրաինական պատերազմից հետո տեսել են, որ քանակը մնում է որոշիչ բաղադրիչ պատերազմի մեջ, որովհետև պրոֆեսիոնալ բանակի հասկացողությունը եղել այն, որ դու կարող ես ունենալ փոքրաթիվ պրոֆեսիոնալ բանակ, որը կարող է ռազմական խնդիրներ լուծել առանց քանակը ներգրավելով։ Ուկրաինական պատերազմը, իրանական պատերազմը այսօր ցույց է տալիս, որ այդպես չի։ Քանակը մնում է որոշիչ բաղադրիչ, եւ դու պիտի ունենաս ռազմական ուժերի համապատասխան քանակ։ Եվ եթե դու հզոր երկիր չես, տնտեսություն հզոր չի, դու ուղղակի ժամկետային ծառայության ուրիշ այլ ընտրանք չունես։ Եվ եթե դու հայտարարում ես, որ դու ունես քանակի խնդրեմ, բայց քանակը կրճատում ես, ինքան անտրամաբանական է, որ դրա մասին խոսել անիմաստ է դառնում։ Հիմնավորվում է, որ հիմքում նախընտրական տրամաբանությունն է դրված։ Դա ավելի շուտ գաղափարախոսական մոտեցում է եւ սկզբունքները։ Ոնց ես դու մոտենում խաղաղության, ինչ է քեզ համար խաղաղություն, ինչ է քեզ համար Հայաստան։ Եթե քեզ համար խաղաղությունը լինել թույլ, լինել խոցելի, լինել կախված մեծերի խոսքերից եւ մորալ խաղաղություն, որ քեզ չոչնչացնեն այսօր, վաղը կմտածենք, եթե քո քաղաքականությունը ավելի բարձր մարտակարգի վրա քո որոշումները այդպես են, դու ստանում ես անլուծումները, որ այսօր ունես։ То есть ցավոք սրտի այդ Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունն է։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը տեսնում է ապագան այդ տեկիտակ։ Հայրը թույլ է, հայրի մեջքը պիտի կոտրածելնի, հայը պիտի մուրա, Թուրքիից, Ռուսիից ով գա, որ իրան վիզը չկտրեն։ Ինձ համար դա անընդունելի է։ Ես գիտեմ, որ իմ ազգը, իմ զինվորը պատրաստ չի նման Հայաստանում ապրել։ Եվ եթե դա այդպես ես դնում, Հայաստանը լքելու են։ Դու կորցնելու ես Հայաստանը, դա Հայաստանի կործանման ճանապարհն է։ Ուցե նպատակն էլ հենց սա է, ով իմանա։ Դա ստացվում է արդեն պիտի գնահատականամ Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսության, քաղաքականության եւ իշխանության վերջի 7 տարվա ընթացքում։ Ես խիստ անընդունելի է, ինձ համար դրա համար չեմ ուզում գնահատական տամ, իմ կարծիքով դա բավականին հասկանալի է, ոնց եմ ես գնահատում։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը նորից եմ կրկնում, ինձ չի հետաքրում, որտեղ Նիկոլ Փաշինյանը փաստորեն շարունակել է ինչ արել է Սերժ Սարգսյանը, արել է Ռոբերտ Քոչարյանը, արել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ То есть Նիկոլ Փաշինյանը դա հետսովետական Հայաստանի լիդերների շարունակվող գաղափարախոսությունն է։ Այդ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ անում է 30 տարի ցավոք սրտի։
Ես 30 տարվա ընթացքում որևէ առաջնորդ չի փորձել հարց դնել, ինչ Հայաստան եք ուզում կառուցացնենք, հետ սովետականը ստացել եք սովետական միությունի փլուզումից հետո, բայց ինչ Հայաստան եք կառուցում, 21 դարում ինչ Հայաստան պիտի լինի։ Բայց գոնե մյուսները այդ խաղաղության մուրալու քաղաքականությունը չէին անում։ Չէին անում, որտեղ այդ 3 հատ առաջնորդները ստացել են հաղթանակ։ Այդ հաղթանակը առաջնորդները չէ, այդ հայ ազգի հաղթանակն է, Արցախի առաջի պատերազմում հաղթանակը դա ողջ հայության հաղթանակն է, ողջ ԱԺՆ-ն է միավորվել գաղափարախոսական առումով, մեծ եղերն եւ Արցախը մեզ բոլորը միավորել եւ մենք հաղթել ենք։ Եվ մենք որակ այդ 30 տարի այդ հաղթանակի վրա նստել են եւ հարուստացել են։ Իսկ վերջում ուղղակի Հայաստանը ծախել են բարի բուծ իմաստով, որտեղ այդ հաղթանակի ներուժը վերջանում է, իրանցից ասել են վերջացել է, ձեր հաղթանակի հզորությունը վերջացել է։ Ինչ եք անում, դուք կարող եք ծախել Հայաստան, Արցախը։ Եվ բոլոր առաջնորդները դա կոնսենսուս է։ Նիկոլ Փաշինյանը ասել է դրա մասին, իրենք կոնսենսուսով համաձայնվել են, որ Արցախը ծախում է։ Ոնց ենք մենք տեսնում Հայաստանի ապագան, ոնց ենք տեսնում Հայաստանը 21 դարում, ինչ ապագա է կառուցում, ես ուղղակի սպասում եմ այն հասարակական եւ քաղաքական ուժերի շարժումների, որը պատրաստ կլինեն նման հարցի ձևակերպմանը։ Այս պահին չեք նկատում այդպիսիները։ Չէ, այսօր դա իներցիայով մենք հալա մենք դեռ մնում ենք հետսովետական Հայաստանում, որտեղ քաղաքական ուժերը պայքարի մեջ են իշխանությունը վերցնելու համար։ Մենք ունենք իշխանություն վերցնելու պայքար քաղաքական, բայց ինչի համար է վերցնում իշխանությունը։ Անգլերենով դա երկու խոսքով է արտահայտում, ես չգիտեմ հայերեն ոնց կարելի է դա ասել, կա politics խոսքը, այդ քաղաքական կյանքն է, իշխանության հասներ, ինտրիգաների մեջ իշխանությունը վերցնում, որտեղ առած իշխանություն քաղաքականություն չկա, բայց կա policy, պոլիտիկա։ Ոնց է, ինչ ռազմավարության ներքո, ինչ է կառուցում եւ իշխանությունը վերցրել է։ Դες կա քաղաքական կյանք եւ կա քաղաքականություն, այդպես խոսենք, հա։ Բոլորը զբաղված են քաղաքական տարբեր են այո։ Հա, փորձում եմ հիմա բոլորը զբաղված են քաղաքական կյանքով ոնց վերցնել իշխանությունը։ Բայց քաղաքականությունը ինչ է անում վերցնելով իշխանությունը քաղաքական։ Ինչ է կառուցում։ Միայն դրա համար որ հարստանաս եւ իշխանության բարիքներով օգտվես իշխանությունը պահես աթորին կպնես որ ոչ մեկը քեզ չհանի միայն այդ քաղաքական կյանքով ես զբաղվելու թե մտադերություն ունես ուրիշ հարցեր դնես ես սպասում եմ քաղաքական եւ հասարակական ուժերին որը պատրաստ կլինեն քաղաքականության եթե այդպես չլինի Հայաստանի պետականությունը ապագա չունի որովհետև շատ դժվար է աշխարհին եւ մեզ ինքներս համոզել ինչու մի ազգ որը 10 միլիոն է ընդամենը պետք է պետականություն ունենա կան 2000 մոտորապես ազգեր չէ մենք ունենք եւ ընդամենը 200 ունեն պետություն քուրդերը 30 միլիոն 20 միլիոն քուրդերը պետություն չունեն նման ձևի տասնյակ միլիոնանոց ազգեր չունեն պետություն ինչու Հայաստանը պետք է պետություն ունենա ինչու դու պետք է պետություն ունենաս Մեծ հաշվով։ Այդ հարցը կդնենք ու հարցև։ Եթե ոչ մի բան չես անում, եթե սպասարկում ես մասածին շահերը, եթե դու չես ուզում հզորանաս, ինչու դու պետք է մնա Հայաստանում։ Առանց քեզ էլ ոչինչ չի փոխվի։ Հա, դու կմտնաս գուբերնիա կլնես կամ վիայատ կդառնաս կամ Իրանի մի մաս կդառնաս եւ հոյակապ կապրես այդ կայսրությունների կամ ուժային կենտրոնների ներքո ինչի՞ դա քեզ պետք է մեծ ծանրությունը որտե պետությունը կառուցել պետությունը բայել դա մեծ ծանրություն Բայց արդյոք այս ազգը այդքան զոհ դրա համար է տվել որ նման ճակատագիր ունենա իր պետությունը Իմ ազգը առնվազն 16 դարից նպատականորեն 17 դարից խնդիր ադրել վերականգնել պետականություն եթե խորանակ հավատացեք ինձ ես մի քիչ նայել եմ այդ հարցերը պատմաբան չլինելով մենք 4 դար աշխատում ենք, որ վերականգնենք պետականությունը։ Եվ մտածել, որ ես դու պիտի հրաժարվեք պետությունից, որովհետև Հայաստանի առաջնորդները եկել են որոշման, որ իրանց համար, իրանց գրպանի համար ճակետներում ավելի լավ կնի ծախել Հայաստանը, ոնց ծախել են Արցախը, ես արդեն գնող սերունդ եմ, բայց ձեր սերունդը համոզված, որ նման որոշում չեն ընդունելու։ Ես ուղղակի որպես ուրիշ սերունդից ուղղակի կօգնեմ ձեզ խորհրդով, գիտելիքներով, որ դուք անեք
ճիշտ ընտրություն, բայց ճիշտ ընտրությունը առաջինը պետք է հասկանալ ինչ Հայաստան է կերտում։ Ես ուզում եմ, որ 30-40 տարուց հետո, 30-40 տարուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքում ապրի 15-ից 20 միլիոն բնակիչ, որ Հայաստանի տնտեսությունը մտածել լինի 20 ընտրությունների ամենասզորների մեջ, որ Հայաստանի ռազմական ուժերը լինեն տարածաշրջանում 3 հզորներից մեկը։ Եվ ես վստահացնում եմ, այդ խնդիրները կարելի է դնել եւ լուծել։ Բայց կամ այս Հայաստանը, որը հզորանում է, կարող է այդ տեմպերով չի, որ ես ուզում եմ, բայց հզորանում է։ Կամ ուրիշ Հայաստան, կարող է, որը ասենք, քեֆերի մեջ է եւ սպասարկում է ուժային կենտրոնների, այլ ապրող ուժային կենտրոնների, սպասարկում է ուժային կենտրոնների եւ այդպես գոյատևում է, խեղճ չեմ ուզում ասացնեմ, կա տարբեր ճանապարհներ, հասկանում եք, եւ այդ տարբեր ճանապարհներում դու ունես հնարավորություն ընտրել։ Այդ իրավունքը եւ պարտականությունը դու ունես եւ պիտի օգտվես։ Եթե դու չընտրես, քո տեղ են ընտրելու, բայց միշտ կա ընտրություն, եւ պետք չի ասել, որ ընտրություն չունես, եւ մատաղ սերունդը, ձեր սերունդը պիտի ընտրի ինչ Հայաստան։ Ես հույս ունեմ, մեծ հույս ունեմ, որ դուք կընտրեք հզոր Հայաստան։ Այդ ժամանակ եթե դուք ընտրություն անեք, մնացածը կարելի է անել։ Հաշվարկել, ռազմավարություններ պատրաստել, ճանապարհային քարտեզներ պատրաստել, ծրագրեր պատրաստել, ոնց է հզորանում։ Այդ որոշումը պետք է լինի առաջին որոշումը, ինքնիշխան որոշում, որ դու գնում ես հզորանալու։ Եվ պարոն Արզումանյան, դուք էլ ձեր խոսքում Թրամփի ուղի կոչվող նախագծին անդրադարձաք, Վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո իշխանությունը տևական ժամանակ սա իր ամենակարևոր ձեռքբերումն էր համարում, ավելին պնդում էր, որ այս նախագիծը 99 տարով երաշխավորելու է Հայաստանի Հանրապետության, մասնավորապես Սյունիքի մարզի անվտանգությունը եւ հարատեվությունը, բայց այժմ կարծես այս ծրագիրն էլ է փակուղի մտել եւ առանձնապես չեն խոսում դրա մասին։ Արդյոք նախագիծը իսկապես փակուղի է մտել, թե սա օրինակ գուցե ընտրություններով է պայմանավորված այս դադարը եւ կիսում եք տեսակետը, որ դա 99 տարով մեզ անվտանգություն էր ապահովելու։ Չէ, ուղղակի ես չեմ ուզում մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ինքը խոսույթներ հայտարարում, որը կես տարուց հետո ոչ մեկը չի հիշում։ Այդպես տեղեկատվական ռազմավարություն կա, խոսույթներ, նարատիվները ոնց է խաղացնում, այդտեղ որևէ նոր բան չկա, եթե մի քիչ փաստագետ եք այդ ոլորտում, դուք հասկանում եք ինչ է անում Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ Դա կարելի ասել ավանդական կլասիկ տեղեկատվական մեթոդներ է, տեղեկատվական պատերազմի մեթոդներ է, այդտեղ հարց չկա։ Այդ հարցը, Տրամփի հարցը, ճանապարհի հարցը կախված է ոչ թե Հայաստանի հետ, բայց ավելի շուտ Միացյալ Նահանգների հետ։ Տրամփը անկախատեսելի է եւ Տրամփի քաղաքականությունը, վարող այսօր քաղաքականությունը ինքան խենթային է, չեմ այդ խոսքը կօգտագործեմ, որ ման խենք առաջնորդի խոսքերի հետ կապել Հայաստանի անվտանգությունը շատ ու շատ վտանգավոր է։ WhatsApp-ի համարի օրինակ։ Հա, հասկանում եք, то есть ինքը այնքան անկախատեսելի է, որ երաշխիք որպես անվտանգության երաշխիք նման առաջնորդի քաղաքական գործիչի հետ կապել, ես կսպասեմ։ Թող Միացյալ Նահանգներում ընտրություններն են նոր նախագահ գա, այն ժամանակ կարելի է մտածել, արդյոք մենք կարող ենք ունենալ կոմունիկացիաներ անցնող Հայաստանով, միջազգային կոմունիկացիաներ եւ երաշխիքներ, մեր ինքնիշխանության երաշխիքներ, որ մենք կարող ենք դա անել եւ Թուրքիան եւ Ադրբեջանը Ռուսաստանի հետ չեն լուծել ուրիշ խնդիրներ, որովհետեւ մենք շատ խոցելի ենք 2020-23 թվականից հետո, մենք շատ քիչ հնարավորություններ ունենք նման պրոյեկտների մեջ մտնել։ Դրա համար դու առաջի հերթին ես դրա մասին ինչ խոսում եմ, դա պիտի քեզ համար ոչ թե տնտեսական պրոյեկտն է կամ կոմունիկացիոն, բայց ինքնիշխանության եւ անվտանգության։ Հետո բլոկադայի Թուրքիայի բլոկադայի հանող խնդրումը քեզ համար դու պիտի Թուրքիայի բլոկադան հանես եւ մեր ծովի մեր երկրածովին ստանաս հնարավորություն նավահանգիստների, որ կարողանաս դուրս գաս բլոկադայից, Ռուսաստանի բլոկադայի, որ մենք այսօր ունենք, որ սահմանափակումներ չունես, այս այդ պրոյեկտը պիտի լինի ամբողջական, դա պիտի լինի նախագիծ, ոչ թե ստորագրություն, ոչ թե պայմանագիր, բայց նախագիծ, որտեղ այդ բոլոր շերտերը պիտի խոսված լինի, համաձայնված եւ ամբողջականության մեջ իրականացվեն։ Դու այդ ճոխությունը այսօր ստորագրեմ, սկսեմ, վաղը կմտածեմ, չունես։ Դրա համար այսօր Տրամփը զբաղված է ուրիշ խնդիրներով,
զբաղված է Իրանով, զբաղված է Լատինական Ամերիկայով, զբաղված է Չինաստանով, Չինաստանը գնում այնտեղ կարող է մեծ որոշումների լինել անկախատեսելի, եւ այդ վիճակում Թրամփի ճանապարհը ոչ մեկին չի հետարկում։ Սա կարող է նոյեմբերի 9-ի փաստաթղթի ճակատագրին արժանանալ մեծ հաշվով։ Արդեն տենց, արդեն այդպես է խաղաղության այդ խորհուրդը, որ հավաքելն ով է հիշում այսօր դրա մասին։ Դա ուղղակի դեկլարատիվ Թրամփը եւ Փաշինյանը նույն ոճի քաղաքական գործիչներ, նրանք հայտարարություններով են ապրում, շոուի մեջ են ապրում, այս մեկը որպես ժուրնալիստ, այն մեկը որպես շոումեն, նաեւ իրանք այդպես են ապրում, քաղաքականությունը այդպես են ներկայացնում, նաեւ ուրիշ հարցերի մեջ։ Դրա համար այդ խոսքերին շոուի մեջ կես տարուց հետո այդ շոուի մասին չեն հիշելու, բայց մենք Միացյալ Նահանգների ճոխությունը չունենք, Միացյալ Նահանգները գերհզորություն են, կարող է մենք այդ ռեսուրսը չունենք ման խաղերի, դրա համար մենք պետք է դնենք լուծեք ուրիշ խնդիրներ, բայց նորից եմ կրկնում, այդ հնարավորությունը, ճոխությունը փոքր խնդիրների մենք 30 տարվա ընթացքում կորցրել ենք եւ կանգնած է գոյաբանական եւ գոյատևական մարտահրավերների եւ պատասխանների առջեւ ինչ Հայաստանը կառուցում եւ ձեր սերունդը նոր սերունդը պետք է հասկանա եւ ի վերջո ձևավորի պատասխան կարող եք հաշվի առնել իմ կարծիքը անցած սերունդում գնող սերունդի կարող է հաշիվը вообще չանեք որտեղ մենք այդ շատ վատ ենք բայել իրավունք ունենք մեր կարծիքը չլսել բայց դուք պարտավոր եք ձևավորեք հասկանաք ինչ մարտահրավերներ կան եւ նորից են կրկնում մարտահրավերները գոյաբանական են եւ գոյատևական են եւ հասկանալով պահի լուրջությունը պահել են դիրքերը, որը մեր տղաները երավլորում պահել են եւ շարունակում են պահել իրանց կյանքի զոհով դրոշի տակ այդ դրոշը պիտի պահվի առնվազն եւ Հայաստանը պիտի հզորանա ուրիշ պատասխան մեծ զոհերի իմ կարծիքով մենք իրավունք չունենք չի կարելի դավաճանել լավ ապրելու համար չէին զոհվել նույնիսկ մեր հերոսները չի կարելի դավաճանել մեր տղաներին չի կարելի դավաճանել Արցախի հայությունը որը ամեն ինչ կորցրել է մենք կարող ստացել ենք մեծ եղերնի շարունակությունը 21 դարում եւ որպես պատասխան ինչու այդքացել ենք ես կուզենայի ձեր կողմից պատասխան որ մենք կառուցում ենք ուրիշ Հայաստան որպես պատասխան մեծ եղերնի եւ պատերազմի Շնորհակալ եմ պարոն Արզումանյան Շնորհակալություն ձեզ Օրակարգն այսօր այսպիսին էր այն ամփոփեցինք ռազմական եւ անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ կհանդիպենք